Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Հիսուս նրանց էլ ասաց. Քրիստոսի համար ինչպես են ասում, թե Դավթի որդին է, քանի որ Դավիթը ինքը Սաղմոսների գրքում ասում է. Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ։ Իսկ արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, նա ինչպես նրա որդին կլինի։ Եվ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. զգուշացեք օրենսգետներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել, սիրում են ողջույններ ընդունել հրապարակներում եւ առաջին աթոռները գրավել ժողովարաններում, պատվո տեղերը նստել ընթրիքների ժամանակ, որոնք յուրացնում են այրիների տները եւ ձևականորեն երկարում են իրենց աղոթքները, նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան։ Եվ Հիսուս նայեց ու տեսավ մեծահարուստների, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։ Տեսավ եւ մի աղքատ այրի կնոջ, որ 2 լուման գցեց այնտեղ։ Եվ ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին ավելի գցեց, քան բոլորը, նրանք, որ ամենքը իրենց կուտակածներից գցեցին, նրանք ամենքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրված նվերների մեջ, իսկ նա իր կարոտության մեջ իր ամբողջ ապրուստը գցեց։ Շնորհավոր նոր տարի։ Եվ ես այսօր ուրախ եմ, շատ այսօր ինձ համար լուսավոր է, ուրախ է, շատ ուրախ եմ։ Մի առակով սկսեմ։ Մի վարպետ, որ իր աշակերտին սովորեցնում էր նեծաձգություն, հերթական վարժությունից հետո աշակերտին ասաց. վերցրու նետն ու աղեղը եւ այդ վարժությունը կատարիր։ Աշակերտը 2 նետ վերցրեց եւ ուզում էր վարժությունը կատարել։ Վարպետը մոտեցավ, մի նետ աշակերտի ձեռքից վերցրեց եւ դեն շպրտեց։ Աշակերտն ասեց. վարպետ, ինչու իմ երկրորդ նետը դեն շպրտեցիր։ Վարպետն ասեց. երկրորդ նետը դեն չեմ շպրտել, առաջինն եմ դեմ շպրտել։ Որովհետև երբ դու 2 նետ ունես, հույսդ դնում ես երկրորդի վրա։ Եվ միշտ մտածում ես, որ առաջինը եթե ձախողեմ, երկրորդով կհաջողեմ։ Ես քեզ այդ շանսից զրկեցի, ես թողեցի մի նետ, միայն երկրորդ նետը, որ դու այլևս հույսդ դնելու տեղ չունենաս, որ պիտի ձախողեմ։ Ինչի համար պատմեցի, այս առակը եւ առակը ինչ է սովորեցնում։ Մենք կյանքում հաճախ հույսներս դնում ենք, որ հետո մեր այսօրվա սխալները կուղենք։ Որ հիմա որ սխալվենք, հետո կշտկենք, հիմա կսայթաքենք, հետո կկանգնենք։ Եվ կարծում եմ այստեղ արդեն կամաց հասկանալի է ուրախության պատճառը։ Աստված այսօր մեր կյանքերի մեջ մի սպիտակ էջ է բացել։ 2026 թվականը մի սպիտակ, մաքուր էջ է, որտեղ ոչ կետ կա դրած, ոչ ստորակետ կա դրած, ոչ մի սխալ չկա, մի սխալ բառ չկա գրած, որ պիտի ուղղես, շտկես։ Էջերը փակել է, որոնք լին սխալներով, փնթիությամբ, անշնորհքությամբ, որոնք ուղղակի նայելը մեզ ամոթ է պատճառում։ Ամաչում ենք նայել եւ չենք ուզենա, որ մեր կյանքերում լինեին այդ էջերը։ Հիմա մի նոր էջ է բացվել։ Մաքուր, սպիտակ, լուսավոր։ Ինչ պիտի անենք։ Պիտի ջանանք այդ էջը ինչքան հնարավոր է մաքուր պահել, ինչքան հնարավոր է լուսավոր պահել, ինչքան հնարավոր է անսխալ պահել։ Մարդ կա, որ մաքուր հագուստը հագնում է, կամ կոշիկները մաքրում է, ինքը փորձում է զգուշությամբ շարժվել, զգուշությամբ ապրել, որ հագուստը չկեղտոտվի, կոշիկները մաքուր մնան։ Մարդ կա, հեչ վեճը չի։ Մաքուր կոշիկները կհագնի, կգնա կմտնի ցեխերի մեջ, մի ժամ հետո ամբողջ կոշիկները ցեխոտ կլինի, հագուստը ամբողջ կեղտոտ կլինի։ Այսինքն մեր կյանքը փնթի չապրենք։
փորձենք մեր կյանք ապրենք զգուշությամբ, որ մաքուր պահենք, այն էջը, որ Աստված այսօր մեր առաջ բացել է, մաքուր պահենք, Աստծով պահենք, Աստծո շնորհի մեջ պահենք։ Էս է իմ ուրախության պատճառը, որ մեզ տրվել է մի հատ լուսավոր էջ, մի հատ մաքուր էջ, այսօր գոնե, դա Աստված, որ վաղն էլ ուրախ լինենք, այդ էջի վրա բծեր թողած չլնենք, մեղքի բծեր, սխալի բծեր, անօրենության բծեր, ես չեմ ուզում հին բաների մասին խոսել, հինը մեզ ցավ է պատճառում, հնի մեջ մենք այնքան վատ բաներ ենք արել, այնքան մեղքեր ունենք, որ չենք ուզի, որ մեր կյանքերում այդ էջերը լիներ, կուզենք այդ մեր կյանքերից այդ էջերը ջնջված լինեին, մոռացած լինենք, չունենայինք այդ էջերը։ Ես ուզում եմ մենք առաջ նայենք եւ փորձենք արժեվում ամեն ինչ անել։ Գիտեք, հաճախ մենք մտածում ենք, որ այս բանը, մեր կյանքում այս բանը, այն բանը, կամ ընդհանուր, թե անձնական կյանքում, թե մեր հասարակական կյանքում, թե մեր ազգային կյանքում, թե մեր հոգևոր եկեղեցական կյանքում, ինչ բաներ ճիշտ չի ընթանում։ Եվ մենք կուզենք, որ այսպես լիներ, կուզենք, որ ընենց լիներ, կուզենք, որ ընենց լինենք։ Բայց դա ընդամենը մեր ուզածն է։ Մեր մտքի կամ մեր տրամաբանության, կամ մեր իմացության ստեղծածն է։ Մենք պիտի կարողանանք իրականություն ընդունել այնպես, ինչպես որ կա։ Այդ իրականությունը մեզ Աստված է շնորհել։ Եվ մենք երջանիկ լինենք դրա մեջ։ Ոչ թե մեր երազածը գտնելու մեջ, այլ այսօրվա մեջ։ Այսօր ինչ ունենք։ Իսկ Աստված այնքան բան է տվել մեզ, որ մենք ոչ գնահատում ենք, ոչ էլ մտածում ենք դրա մասին, ոչ էլ դրա արժեքը գիտենք։ Միայն դժգոհում ենք, ասում ենք այս մի բանը չունեմ, այս երկրորդ բանը չունեմ, երրորդ բանը, բայց որ Աստված միլիոն բան է տվել, այդ դրա մասին չենք մտածում։ Վերջերս մի պատմություն պատմեցի, ուղղակի պատշաճում է, հիմա պահը նորից կրկնեմ։ Մի երիտասարդ դժգոհում է, ասում է, այս ինչա, իմ տարեկիցները հաջողությունների են հասել, ոմանք իրենց կարիերայի մեջ մեծամեծ հաջողություններ են հասել, ոմանք շատ վաստակել են, հարստության տեղի տեր են դարձել, ոմանք ուրիշ ասպարեզներում, ես ամեն ինչս ոտքս, ձեռս, գլուխս, աչքս, ունքս տեղը ոչ մի բանի չեմ հասել։ Մի հատ ծերունի, որ լսում է կողքից, ասում է, տղաս, $1 միլիոն որ տան քեզ, կհամաձայնվես ոտքդ կտրել։ Ասում է, ինչ ես ասում։ Ասում է, իսկ որ ձեռքդ կտրեն, չէ, ասում է, չեմ համաձայնվի։ Իսկ որ ասում է, աչքդ հանեն, ասում է, այ մարդ, չեմ համաձայնվի, 10 միլիոն էլ տան, չեմ համաձայնվի։ Ասում է, տես դու ինչքան հարուստ ես։ 10 միլիոնից ավելի հարստություն ունես, բայց կանգնել տրտնջում ես, ասում ես, այս չունեմ, այն չունեմ, այն չունեմ։ Հա։ 10 միլիոնից ավելի արժի քո ունեցածը, որտեվ 10 միլիոնից չես փոխում, բայց դու ընդամենը 100,000 դրամի համար լաց ես լինում այսօր, ասում ես չունեմ։ Այսինքն մենք սովորենք գոհանալ Տիրոջից ամեն ինչի համար, որովհետև եթե մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչ բարի բան կարա լինի դրա մեջ, Աստված բարի է, Աստված շատ լավ գիտի, եւ Աստված գիտի, որ դա լավագույնն է մեզ համար, ավելի լավ ճանապարհ չկար, որտեվ Աստծուց լավ ոչ մեկը չգիտի, իսկ եթե մենք չենք վստահում Աստծուն, ուրեմն մենք չենք հավատում Աստծուն ուղղակի, չենք հավատում Աստծուն։ Եվ այսօրվա ավետարանը մեզ այդ բաների համար է զգուշացնում, ասում է նախ ճանաչեք Աստծուն, ճանաչեք Աստծուն։ Մենք շատերս ասում ենք Աստված, բայց չենք ճանաչում եւ չենք ձգտում ճանաչել այդ Աստծուն։ Ասում է
Ինչպես են Քրիստոսին Դավթի որդի կոչում, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում Սաղմոսների մեջ, այս առաջի հատվածն էր Ավետարանի։ Այսինքն խնդիր է դնում, դուք ճանաչում եք Քրիստոսին։ Իրանք տարակույսի մեջ ընկան։ Ոնց է այդ Քրիստոսին մենք ասում ենք Դավթի որդի է, բայց Դավիթը ոնց է Տեր ասում։ Այսինքն չէին ճանաչում, չէին հասկանում։ Ճիշտ այդպես էլ մենք չենք ճանաչում։ Մենք միայն շատ հաճախ Աստծուց խնդրում ենք։ Բայց մենք պիտի Աստծուց խնդրելուց առաջ սովորենք Աստծուն հնազանդվել, Աստծու առաջ խոնարհվել, Աստծո տվածը ընդունել։ Երբ որ մենք հնազանդվենք, խոնարհվենք Աստծու առաջ, մենք կտեսնենք, որ Աստծուց խնդրելու բան չունենք։ Ինքը ամեն ինչ մեզ տալիս է ավելիով, ինչպես Ավետարանում ասում է դուք փնտրեք երկնքի արքայությունը եւ Աստծո արդարությունը, մնացած ամեն ինչ ձեզ կտրվի ավելիով։ Մենք ուզում ենք այն փոքր երեխայի պես էս եմ ուզում, այն եմ ուզում։ Բայց ծնող այդ ամեն ինչը չի տալիս մեզ, ընտրողաբար է տալիս։ Այն ինչ որ օգտակար է մեզ տալիս է, ինչ որ կարա մեզ վնաս լինի, չի տալիս։ Առավել եւս Աստված, որ շատ ավելի իմաստուն է, քան ծնողը։ Ուրեմն մենք պիտի ձգտենք ճանաչել Աստծուն։ Եվ երբ որ մենք մի քիչ ճանաչենք Աստծուն, կարող ենք այն ժամանակ նարեկացու պես ասել. Տեր, ոչ թե քո պարգևներն եմ ուզում, ոչ թե քո տվածներն եմ ուզում, այլ քեզ եմ ուզում։ Ուզում եմ քեզ հետ լինել, ուզում եմ քո մեջ լինել։ Միայն քեզ եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում։ Որտեւ եթե քեզ ունեմ, ամեն ինչ ունեմ, եթե քեզ չունեմ, ոչինչ չունեմ։ Երկրորդ հատվածում մեզ զգուշացնում է կեղծավորությունից։ Հատկապես աստվածպաշտության մեջ կեղծավորությունից, ձևականությունից, ձև բռնելուց, ձևական աղոթելուց, պատվի փառքի ձգտելուց, այսինքն կեղծ բաներից, ինչի մեջ շատ հաճախ մենք գտնվում ենք։ Մարդկանց կկեղծես, բայց Աստծուն հնարավոր է կեղծել։ Աստծուն չենք կարող կեղծել։ Բա ոնց ենք Աստծու առաջ կանգնում, հա, եւ փորձում աղոթող ձևանալ։ Ուրեմն այս հատվածների մեջ կա մեզ համար պատգամներ։ Առաջիկայում մեր էջերը, մեր մաքուր էջերը մաքուր պահելու համար ինչ պիտի անենք, պիտի Աստծուն լավ ճանաչենք, պիտի ձգտենք շատ աղոթել, Սուրբ Գիրքը կարդալ, Աստծո հետ լինել, խոկալ, իրեն ճանաչել։ Պիտի փորձենք կեղծավորությունից զերծ մնալ։ Նախ եւ առաջ Աստծո առաջ, հետո մարդկանց առաջ։ Ասում է թող ձեր այոն լինի այո, ոչը լինի ոչ։ Եվ վերջի հատվածը այրի կնոջ երկու լումայի պատմությունն էր, հիշում եք։ Այս այրիկինը ասում է իր ամբողջ ունեցածը դրեց գանձանակի մեջ։ Աստծուն ընծայեց իր ամբողջ ունեցածը։ Մինչդեռ մյուսները մեծամեծ գանձեր էին դնում, բայց իրենց ավելացածից էին դնում։ Այստեղ մենք կարող ենք շատ բաների մասին խոսել։ Առաջի հերթին նախ եւ առաջ նյութի մասին, նյութական ունեցվածքը ընծայելու մասին։ Բայց եթե մենք միայն սահմանափակվենք այդ ասպեկտով, այդ կողմով, մենք շատ աղքատացած, տկարացած եւ իր բուն նպատակից հեռացած կլինենք այս առածի, որտեվ սա նյութի մասին չի խոսքը։ Երկուսի մասին է։ Ասում է երկու լումա։ Երկու նշանակում է մարմինը եւ հոգին։ Աստծուն պաշտեց թե մարմնով, թե հոգով։ Աստծուն պաշտեց թե առաքինություններով, թե հակառակ առաքինություններից
հրաժարվելով, մեղքերից հրաժարվելով։ Մենք կարող ենք առաքինի արարքներ, չասեմ շատ հեշտությամբ, բայց համեմատաբար հեշտությամբ գործել։ Բայց մենք շատ դժվարանում ենք մեր մեղքերից հրաժարվել։ Հեչ դժվար չի, մեկին գնալ օգնել, մի քանի ժամ կորցնել, մի քիչ էլ ֆիզիկական ուժ տրամադրել, մի քիչ էլ նյութական ու մեկին օգնել։ Բայց շատ դժվար է մտքիդ մեջ չհպարտանալը, շատ դժվար է չբամբասելը, շատ դժվար է չբարկանալը, շատ դժվար է չարը չխորհելը։ Այսինքն երկուսն էլ պիտի առաջ գնա։ Այլապես կստացվի, որ կեղծ է։ Մենք արտաքինը պահում ենք, արտաքնապես Աստված պաշտենք, բայց ներքնապես այտենց չի։ Ներքնապես մենք մեր ցանկություններին, մեր մեղքերին, մեր մոլություններին, մեր սխալ ընթացքին հագուրտ ենք տալիս։ Չենք զսպում, չենք սանձում, դրա դեմ չենք պայքարում։ Այդ պայքարն էլ մի ակնթարթում չի լինում, Ժողովուրդ ջան։ Այտենց ես չգիտեմ, ասեմ աղանդավորական բաներ կա, որ ասում են, գիտես, մտավ ժողովարան, մի հատ Սուրբ Հոգով աղոթք կարեցին, ու այդ օրվանից այդ մարդը փոխվեց։ Թմրամոլությունը թողեց, հարբեցողությունը թողեց, էս արեց, այն արեց, այն արեց, միանգամից սուրբ դառավ։ Սուտ է, հեքիաթներ են պատմում, այտենց փոփոխություն չի լինում։ Եթե այտենց փոփոխություն լիներ, առաքյալները ինչի մի ակնթարթում չփոխվեցին Հիսուսին հանդիպելուց։ Նույնիսկ Սուրբ Հոգին ստանալուց հետո առաքյալները նորից սայթակում էին, նորից վրիպում էին, նորից ընկնում էին, ինչի մասին վկայում է մեզ Սուրբ Գիրքը։ Այսինքն փոփոխությունը ամբողջ կյանքի ընթացքի համար է։ Մենք ամբողջ կյանքում պիտի ընթանանք, որ փոխվենք։ Այդ առերևույթ, աչքի համար երևացող կեղծ բաներով չխաբնվենք։ Ներքին փոփոխություն է պետք։ Լուրջ փոփոխություն է պետք մարդուն։ Եվ այս լուրջ ներքին փոփոխության մասին խոսում է այս այրի կնոջ երկու լումայի պատմությունը։ Ինքը պատրաստ էր։ Իրան ոչ մի բան պետք չէր պահել։ Ինքը ամբողջովին բաց էր եւ ամբողջովին ընծայվում էր Աստծուն։ Մենք չենք բացվում, չենք ընծայվում։ Ասում ենք, այ այսքանը քեզ Աստված, բայց այսքանը թող իմ անձնականը մնա ինձ, որ ես տնորինեմ ինչպես ուզում եմ։ Ճիշտ է, ես քեզ հավատում եմ։ Ես քեզ պաշտում եմ։ Բայց մի հատ sense մի պուճուր բան պիտի պահեմ ինձ համար։ Մի փոքր տեղ պիտի թողեմ ինձ համար։ Սա չվստահել է։ Սա մի տեսակի մեջ Աստծուն խաբել է։ Ես քեզ հավատում եմ, բայց ինչ որ մի բան չեմ տվել։ Անանիոնն ու Սափիրան ասեցին մեր ամբողջ ունեցվածքը, ինչ որ վաճառել ենք, մեր արտը, հեսա գումարը բերեցինք, բայց գումարից մի մաս թաքցրել էին։ Պետրոս առաքյալն ասում է, ինչի խաբեցիք Սուրբ Հոգուն, ինչի սուտ խոսեցիք Սուրբ Հոգուն։ Ձերն էր, ով էր ասում, որ բերեք, պահիկ ձեզ, ոչ մեկ բան չեր անի, բայց դուք սուտ խոսեցիք, դուք ասեցիք, ընծայում ենք Աստծուն, ընծայում ենք եկեղեցուն, բայց մի բան թաքցրիք։ Կեղծ էիք, ազնիվ չէիք, եւ ինչ եղավ, ասում է, ընկան ու մեռան մարդուկին։ Այս մասին մտածենք, այս մասին խորհենք։ Գիտեք, ես այսօր նորից պիտի հիշեմ մի պատմություն, այրի կնոջ նման մի պատմություն, որ տեղի ունեցավ սրանից 20 տարիներ առաջ։ Երբ Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվում էր 2003-5 թվականներին,
որ ես այնտեղ հոգևոր հովիվ էի։ Եկեղեցին դեր շինարարության ընթացքի մեջ էր, մի տատիկ էր գալիս, երբեմն առաջի անգամ որ եկավ, ասեց. Տեր հայր, ես ուխտ եմ արել, խնդրում եմ, իմ օգնես ես այդ ուխտս կատարեմ։ Ասեց. ինչ է եղել, տատիկ, ինչ է եղել, մեր ջան։ Ասեց. ես ուխտել եմ, փափագում եմ, որ այս եկեղեցու վարակույրը ես նվիրեմ, փող եմ հավաքել, բերեմ, ասի այ մեր ջան, հələ շինարարությունը, հələ գմբեթը չեն սարքել, փողը բերես, ինչ անենք, պահի ասեց, դե ասեց խոստացի, որ ես պիտի անեմ, ասի խոստանում եմ։ Ու տատիկը ժամանակ առ ժամանակ գալիս էր 2 ամիսը 1, 3 ամիսը 1, ամիսը 1, Տեր հայր փողը բերեմ, ասում եմ չէ այ մեր ջան, հələ շինարարություն ենք անում, հələ այնքան պիտի սարքենք, ուր բերես, վերջը։ Ի վերջո եկեղեցին կառուցվեց, օծման ժամանակը հասավ, բայց անկախ ինձանից եւ անկախ այդ տարիքից ինչ որ մարդիկ վարակույրի համար կտոր գնեցին, բերեցին, առանց մեզ ասելու։ Մեկ էլ տեսանք մի գեղեցիկ օրսն, գեղեցիկ, ուրեմն թավշյա մեծ կտոր էին գնել, բերել էին, բա բերել ենք վարակույրի համար։ Ասեցի շնորհակալ եմ, որ բերել եք, հետո մտածեցինք, դերձակի հետ խոսեցինք, ասեցինք այդ վարակույրի կտորը ունենք, որ կարես ինչքան կլինի, դերձակ այն ժամանակ ասեց $700։ Լավ, ասեցինք, տատիկի գումարով էլ այդ $700 կլրացնենք, թող կարեն, տատիկին կանչեցինք, ասինք, գիտես տատիկ, սենց բան է եղել, կտորը բերել են, բայց կարելու համար գումար պետք է։ Դու այդ քո հավաքածով այդ էլի կլինի, որ դու արեցիր կամ դու էլ արեցիր, տատիկը չնեղվեց, ասեց, հա, ասեց, ինչքան է։ Դե $700 տատիկին ասես 20 տարի առաջ 2004 թիվն է։ Ահագին մեծ գումար էր։ Դե ասեցի տատիկ, ասի, ինչ որ ունես, դու բեր կհերիքի, մտածելով, որ իր ունեցած ինչ պիտի լինի, չգիտեմ, մի քանի տասնյակ հազար դրամ մենք վրանք ավելացնենք ինչ որ պետք է, չէ, ասեց, դու ինձ ասա ինչքան է, անկեղծորեն ասա։ Ասեցի $700, ասեց այդ դոլար բան չեմ հասկանում, դու դրամով ասա, վերջը ասեցի այսքան դրամ, տատիկը գնաց մի ժամից հետո այդքան դրամ առավ եկավ, ինչքան ասել էի։ Ուրեմն վարակույրը կարեցինք, կախեցինք, մի 2 ամիս անցավ, աշնանները կամ ձմռան սկիզբն էր, նոյեմբեր ամիսն էր ոնց որ, եկեղեցին բացվեց, մի 2 ամիս հետո հունվար էր կամ փետրվար, մեր մոմավաճառը ասում է, գիտես, այն տատիկը հիվանդ է, գնանք մի հատ տեսնենք, ասի գնանք, հեռու չէր եկեղեցուց, մի քանի շենք ենքով գնացինք, մի շենքի առաջի հարկում էր ապրում, դուռը ծեծեցինք, ձայն եղավ ներսից, հրեցինք, մտանք, տունը լցված էր ծխով, ամբողջ տունը ծխի մեջ էր ու ցուրտ, տեսանք մի հատ այն 90-ական թվականներին, որ կար, պարսկական, ջահելները չեն տեսել, չեն հիշում, միջին սերունդը կամ ավակները գիտեն, պարսկական նավթավարներ կար, հա, ֆուջիկա չէ, ավելի վատ են մյուսներից, որ այն պարսկական նավթավարներ կար, որոնցով մարդիկ նավթ էին ստանում և այն մութ ու ցուրտ տարիներին, ինչ որ հոսանք չկար, բան չկար, համ տաքանում էին, համ մի բան էին պատրաստում, ուրեմն այս տատիկը այդ նավթավարը վառելա, վերարկուն հագած, ինքը հիվանդ, կողքը կուչ է եկել, ու այդ նավթի ծուխը ամբողջ տունը բռնելա, ու տունը ցուրտ, այդ նավթավարի շուրջ կարելի է մենակ մատերը տաքացնես, այդ տատիկն ապրում էր մենակ, $700 տենց էր հավաքվել, չեր կերել, չեր խմել, չեր տաքացել, հոսանք չեր օգտագործել,
մրցել էր, հիվանդացել էր, բայց Աստծո տաճարին իրեն ծանարել էր։ Աստված ուզում է, որ մենք սենց հավատանք։ Եթե մենք սենց հավատանք, մեր այսօրվա բացված էջը մաքուր կլինի, սպիտակ կլինի, մինչև տարեվերջ։ Շնորհավոր, ամանոր։